Մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի Ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Ես գիտեմ, որ պարոն Նահապետյանին սպասում են սովորաբար երկուշաբթի օրերը, մենք միշտ շաբաթը սկսում ենք պարոն Նահապետյանի հետ, փոքրիկ այսպես, այսինքն ես բացակայում եմ, հիմա այստեղ եմ, շնորհակալ եմ պարոն Նահապետյանից, որ մենք նորից այնպես է ստացվում, որ ես արդեն շաբաթը սկսում եմ պարոն Նահապետյանին հետ, բարև ձեզ պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շատ հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան այս շաբաթվա ընթացքում, նաև ողբերգական։ Հիմա դուք պատկերացնում եք, որ այն ինչ որ տեղի ունեցավ մեր հարևան երկրում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, եթե տեղի ունենար մեկ այլ երկրում, ասենք արևմտյան երկրների անձրևանոցի տակ գտնվող երկրում, հիմա աշխարհիս ամենաառաջատար լրատվամիջոցների էկրաններից այս աղջիկների, այս երեխաների պատկերները չէր հեռացվի, բայց լրելյան ես այս ողջ շաբաթվա ընթացքում հետևում էի, մեկ-երկու նախադասություն ասվեց եւ անցավ, իհարկե մեկ-երկու հարցեր նաեւ բարձրացրել են Թրամփին, անբարոյականությունը իսկապես տեսնում ես, որ սահմաններ չունի, սկզբում ասեցին Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռներն են եղել, չգիտեմ էլի, այլանդակություն, անբարոյականություն կա հիմա ստանք թող գնա հետևում հայս ուզում եմ տեսնել ես չքնախ անմեղ ձայնով թեկուզ չքնախ անմեղ երեխաների պատկերներն են ովքեր առաջին թիրախում հայտնվեցին իրենք չգիտեմ ցա սխալմունք էր թե իրականում մեծ սարսափ ու վախ էին ուզում տարածել որտեղ զուգահեռաբար զուգահեռենք նաև սպանեցին հոգևոր առաջնորդին, ընտանիքին ոչնչացեցին մի շարք հրամկազմից, մի շարք զինվորականների, չգիտեմ, երևի այս ամենը արվում էր նրա համար, որ մեծ սարսափելի վախ տարածեն եւ իրենց պլանը շատ արագ, ինչպես իրենք էին ասում, 2-3 օրվա ընթացքում սա իրագործեն։ Այս անմեղ հրեշտակները արդեն երկնքից են մեզ նայում ինչ ասեմ, սա մարդկային մեծագույն ողբերգություն է, բայց մենք մեկ անգամ եւս գալիս ենք, առնչվում ենք նրա հետ, որ մարդասիրությունը եւ ժողովրդավարությունը արդեն վաղուց գնացել է այս զազրելի, այս նողկալի առաջնորդ երկրների առաջնորդների, չգիտեմ ինչ պահոստում է մնացել չգիտեմ, ինձ շատ մեծ ազդեցություն է թողել այս ամեն ինչը եւ այսպես ինչ է հիմա տեղի ունենում Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս զգուշացրել է որ մերձավոր արևելքում իրավիճակը անկայունացնելու փորձերը կբարձրացնեն նավթի եւ գազի գները հայտարարել է Վլադիմիր Պուտինը շատ ուշագրավ բան է տեղի ունեցել այն է Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ Ուշադրություն պարոն Նահապետյան հայտնել է Յուրի Ուշակովը այս նախաձեռնությունը եղել է Միացյալ Նահանգների կողմից զրույցը տեղի ունեցել ամերիկյան նախագահի նախաձեռնությամբ առաջնորդները իրականացրել են առարկայական եւ օգտակար մտքերի փոխանակում Իրանի ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են Իրանում հակամարտության հնարավորինս արագ քաղաքական դիվանագիտական կարգավորմանը Ռուսաստանի նախագահը դրական է գնահատել Ուկրաինայի հակամարտությունը կարգավորման հարցում ԱՄՆ եւ անձամբ Թրամփի միջնորդական ջանքերը զրույցը ունեցել է գործնական, բայց եւ կառուցողական բնույթ այնուհետեւ Թրամփը հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմը ուշադրություն եմ հրավիրում կարող է շուտով ավարտվել, նշելով, որ ԱՄՆ-ն իր նախնական 4-5 շաբաթվա տեղեկության ծրագրերից շատ առաջ է։ Կարծում եմ պատերազմը գրեթե ամբողջությամբ ավարտված է, նրանք չունեն նավատորմ, չունեն կապի համակարգեր, չունեն օդուժ, նրանք հրթիռները մնացել են միայն փոքր քանակությամբ, նրանց դրոնները պայթեցնում են ամենուր, ներառյալ նրանց արտադրության վայրեր, եթե նրանց մոտ այլևս ոչինչ չի մնացել ռազմական առումով ոչինչ չի մնացել այո ես շատ լավ զրույց եմ ունեցել նախագահ Պուտինի հետ դա դրական զրույց էր հայտարարել է Թրամփը անդրադառնալով երկու երկրների առաջնորդների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին եւ մեկ այլ ուշագրավ բան նրանք կարծում են թե 2-3 օրվա ընթացքում կկարողանան հասնել ռեժիմի փոփոխության եւ տանել արագ եւ մաքուր հաղթանակ սակայն ձախողվեցին ճակերտների մեջ մաքուր ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս
Արարչին, պատասխանելով Թրամփին, ես կարծում եմ, որ պլան A-ն ձախողված է, ավելին կարելի ասել, որ ոչ միայն պլան A-ն է ձախողված, պլան A, B, G, D, ամենայն դեպս 4 այսպիսի բան պլան ուներ Միացյալ Նահանգները Իսրայելի հետ միասին, մենք տեսնում ենք, որ ձախողված է, վստահ ենք, որ պահոստում այլ բաներ էլ կան, հիմա նրանք փորձում են այդ ծրագրերը իրագործել, բայց դրանք բոլորը նույնպես ձախողվել են, չեմ կարծում, թե նրանց որևէ իրատեսական վերջնարդյունք ունեն մտքներում, նրանք պարզապես սկսել են կուրորեն հարձակվել մեզ վրա։ Իդեպ ես խոսեցի, բայց մեկ այլ բաներ է ասել Արարչին, ասելով նրանք հարձակվել են մեր միջուկային օբյեկտների վրա, սակայն չեն կարողացել ոչնչացնել մեր միջուկային ծրագրերը։ Նրանք նաև հարվածել են մեր հրթիռային օբյեկտները, բայց չեն կարողացել կանգնեցնել նրանց ուղղությամբ արձակված հրթիռները։ Չենք մոռանում, որ բարեկամ երկրի հետ մենք գործ ունենք, ցեղասպանությունից հետո այն քիչ երկրներից է կամ որ դռները բացել է մեր ժողովրդի առջև եւ մեր համայնքը իսկապես այնտեղ արարել, ստեղծագործել եւ բարգավաճել է եւ մեծ ամոթ է, որ միջև հիմա կարծեմ ցավակցական բաներ եղել են, բացի աղք նախագահից, որ գնաց դեսպանատուն, չի գնացել, եթե հետևենք, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանում եւ հատկապես Թուրքիայում, եթե ասենք 3 նապաստակ դժբախտ դեպքի բանով հանկարծ սատկում են, կարծեմ քանի որ բան ունի, անքնություն էլ ունի այս մեր խելագարը, վստահ եմ, որ առավոտյան դեռ չզարթած ինքը զանգահարում, ասում է խորը ցավով ես իմացա դրա մասին, բայց տեսեք, այսքան մեծ պիսի մեծ ողբերգություն եւ առաջնորդին կորցրեցին եւ հատկապես այս երեխաների մահը եւ ամեն օր շարունակում են կորուստանալ, բայց մենք չտեսանք, որ այդ աթոռին վեր ընկած այդ դեմքերը գնան եւ ցավակցեն։ Համենայն դեպս պատշաճ մի բան հայտարարություն է եղել, որ մենք չգիտեմ պատրաստ ենք, չէ, ինչ որ բան հումանիտար, եթե օգնություն, այլ բաներ դեռ տեսանելի չեն։ Պարոն Նահապետյան, մի քանի բաներ պլանավորված, արդեն պարզ էր դառնում, որ պիտի հրթիռակոծեն, վաղ սարսափ տարածեն եւ միանգամից հանձնվեն, երևի էս բլիցկրիգ ինչ որ բաներ նախատեսված, դա իրականում տեղի չունեցավ, երկրորդը, որ պետք է ցամաքային ինչ որ գործողություններ, դե Միացյալ Նահանգները վաղուց արդեն հասկացել է, որ իր զինվորները չպիտի լինեն, դրա համար նախապատրաստում էին քրդերին, բայց այս անգամ ոնց որ թե բավականին խելամիտ գտնվեցին եւ Իրաքի իշխանությունը եւ քրդերը, որտեղ 2-3 անգամ, այո, 2-3 անգամ իրենց օգտագործեցին, իրենց հավատարիմ դաշնակիցներն էին, այդպես կարելի ասել քրդերը, բայց 2 անգամ դավաճանությունից, մի քանի անգամ դավաճանվելուց հետո ոնց որ թե քրդերը եւս խելքի են եկել եւ դա տեղի չունեցավ, եւ երևի նրանք մտածում են, որ տևական ժամանակ, եթե առաջին 2 օրը չստացվեց եւ գլխատեցին, հոգեվոր առաջնորդին սպանեցին, զինվորականներին սպանեցին, կհայտնեն եւ ժողովուրդը դուրս կգա, ներքին ընդվզում կլինի, ներքին այդ ընդվզումն էլ պարակտումն էլ տեղի չունեցավ կամ բան էթնիկ ինչ որ բախումներ, բան դա էլ ինչպես տեսնում ենք առայժմ չի հաջողել, երևի մնացել է 4-րդ քայլը, որ պիտի տևական ժամանակ իրենք հրթիռակոծեն եւ վերջնական այսպես հասնեն իրենց նպատակին, իրենք ասում են, նրանցն է սպառվել, ասում են, չգիտեմ, նեղուցը շարունակում է փակված մնալ, բայց հայտարարեցին, որ արաբական այն երկրները, որտեղից որ դուրս կմղվեն Միացյալ Նահանգների դեսպանատները, մենք պատրաստ ենք, Իրանի Իսլամական Հանրապետությունից այդպիսի հայտարարություն եղավ, որ պատրաստ են նեղուցը իրենց համար բացել, գիտեք, որ նավթի գին թռել է $100 անցել է, այսպիսի իրավիճակ է, որտեղից սկսենք, իսկապես ձախողվեց իրենց պլանը, բայց սարսափելի հարվածներ են շարունակում տալ եւ մեծ ահռելի վնասների տակ է Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչ զարգացումներ է կանխատեսում, պարոն Նահապետյան, խնդրեմ։ Որտեղից սկսենք։ Այո, բարդ է։ Բարդ չի, ես կարծում եմ, ես գնահատականները տվել եմ, այստեղ այդ նույն գնահատականները ուղղակի նոր իրողություններով ամրապնդվում է։ Պատերազմ նոր է սկսել։ Այն նախորդ օրերին ինչ եղավ, դա պատերազմ չէր։ Առաջին 3-4 օրը դա իշխանափոխության միտված գործողություններ ռազմական կոմպոնենտով։ Գլխատել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը, սպանել հոգևոր առաջնորդին, զինվորականներին, որից հետո ըստ արամեծյան, ամերիկյան եւ իսրայելական ուղղային կենտրոնների Իրանը պիտի սպիտակ դրոշ բարձրացներ, այսինքն հանձնվել, ըստ իրենց, այսինքն իրենք իրենց բոլորին չափում են իրենց արշինով,
Իսկ եթե իրենց մոտ այդպես լիներ, իրենք անպայման հանձնվելու են։ Բարձրացվեց մսկիթի վրա կարմիր դրոշ, վրիժառության հատուցման դրոշ է եւ հայտարարվեց ջիհադ։ Սա Իրանի պատասխանն էր։ Կազմվեց ժամանակավոր կառավարման կենտրոն 1 աշխարհականով, նախագահով 2 հոգևորականով եւ փորձագետների խումբ 80 փորձագետ, որոնք պատասխանատու են նոր Գերագույն հոգևոր առաջնորդի ընտրության։ Գերագույն հոգևոր առաջնորդը 3 ընտրվել է, ամենաճիշտ եւ միակ ճիշտ ընտրությունն է զոհված նահատակ Խամենեի որդին է, երկրորդ որդին է, որը եղել է 17 տարեկանում մասնակցել է Իրան-Իրաքյան պատերազմին եւ ստացել է լուրջ հոգեոր կրթություն, զբաղեցել է պաշտոններ եւ կրթական համակարգում եւ ունի կառավարչական փորձ, շատ մտերիմ է Պահապանների կորպուսի հետ եւ այդ անձի նշանակումը առնվազն 2 կարևոր շեշտադրումով ընտրվեց։ Առաջին, այդ անձը ունի անձնական մոտիվացիա Ամերիկայի դեմ մահուկենաց պատերազմի միջև վերջ տանելու, եթե դրա անհրաժեշտությունը լինի, եթե Միացյալ Նահանգները չկանգնեցնեն ռազմական գործողություններ, որտեղ զոհվել է հայրը, մայրը, կինը, երեխան, այսինքն անձնական մարդկային առումով։ Ինքը առավել արմատական գծի կողմնակից է եւ իր ընտրությունը նշանակում է, որ Իրանի ռազմաքաղաքական եւ հոգեվոր ղեկավարության քաղաքականությունը այս հակամարտության մեջ մնում է արմատական ինչեւ հաղթական ավարտը։ Երկրորդ ընտրությունը, ինչու այդ անձը։ Այդ անձը ինքը ազգության պարսիկ չի, ազերի է։ Երկկողմանի ընդ որում, սա նշանակում է, որ այո, ԱՄՆ-ի այն քայլերը, ըստ որի բլիցկրիգը կամ կայծակնային հաղթանակը գլխատելուց հետո, երբ ձախողվեց, նրանք փորձեցին նաև օգտագործել անջատողական տրամադրությունները քրդերին, ինչպես ասում են, հետո ազերիներին եւ այդ ազերիների պահով բավականին հետաքրքիր զարգացում եղավ, երբ ոչ հարբեցող ծաղրացու, բայց իրականում իր բնույթով ծաղրացու, որտեղ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ ճողոպրել է իր երկրի տարածքից այնպես, ինչպես մեր հարբեցող ծաղրացուն առիթ օգտագործել է չծառայելու համար։ Խոսքս Ալիևի մասին է։ Երբ որ ասում ճողոպրել է առաջին պատերազմի ժամանակ լինելով հասուն տարիքում նա չի մասնակցել իր երկրի զինված ուժերում պատերազմի։ Հիմա այդ անձը մի բեմականացում արեց Նախիջևանում։ Պատկերացնում եք երկու անօթաչու է ընկնում։ Երբ որ պարսիկն երբ որ Իրանի զինված ուժերը անօթաչուներով այսօր աշխարհում արտադրությամբ լավագույնն են, ավելին ռուսական շատ անօթաչուներ պատճենումն են եղել ուրեմն իրանականի։ Ուրեմն ընկնում է մի օթանավականի անապատային տարածքում, ասենք որտեղ արտակնոցն է, այսպես էլի։ Եվ մեկ էլ մի դպրոցի վական հերու տարածքում։ Ու մեկ էլ մի քանի ժամ հետո Ալիևը ասում է, որ սա Իրանից է թռչել։ Իհարկե, Ալիևի ականջները ձգեցին Իրանի զինված ուժերի շտաբի հայտարարությունից հետո, երբ ասին, այս սիոնիստական ուժերն ձեր երկրի տարածքից դուրս կբերեք, որից հետո ինքը շատ արագ զանգում է։ Մինչ այդ բավականին դիվանագիտական հայտարարություններ եղան, բայց պարոն Նահապետյան, եւ Իրանի կողմից, դե որ հետո սկզբից Ալիևի 4 կեցված կա եղել հայտարարություն, որով ուղղակիորեն մատնանշում էր թիրախավորում էր մեկ Իրանի զինված ուժերը, մյուսը Պահապանների կորպուսը։ Այ որից հետո այդ հայտարարությունից հետո փապկեց, սկսեցին ավելի մեղ բանակցություններ ճշտել եւ այլն, վերջում էլ եղավ հեռախոսազրույց Ալիև Փեզեշքյան։ Հիմա սա ինչ եմ ասում, սա շատ կարևոր է, որտեվ ազերիների գործոնը օգտագործելու փաստորեն ցախողվեց։ Ադրբեջանը, ինչպես ասում են, պատրաստում են ֆաս հրամանի, հիմա Ալիևը հասկացավ, չէ, ինչ ֆաս, ինչ բան, երկիր է կորցնելու։ Վստահաբար։ Այսինքն, եթե գործողություն լիներ, ձեզ ասում եմ, Իրանի զինված ուժերը առաջին գործողության մտնելու են Նախիջևան։ Անկասկած անցնելու են թուրքական զինված ստորաբաժանումների վրայով, Նախիջևանը ամբողջովին վերցնելու են, հետո փակելու են Թուրքիայի եւ Նախիջևանի այդ սահմանային կտորը, որ ժամանակին Իրանից գնել են 20-րդ դարի կեսերին, 30-ականներին, այսինքն այլևս Թուրքիան Նախիջևանի հետ կապ չեր ունենալու։ Մի կարևոր հանգամանք կա 21 թվականի Կարսի պայմանագրով, եթե Նախիջևանի ուղղությամբ ինչ որ ռազմական ինչ որ գործողություններ են լինում, ապա պիտի դրան միջամտի Թուրքիան։ Եվ փորձագետներն ասում են, սա շատ լավ իմանալով է Միացյալ Նահանգների եւ Իսրայել տանդեմը այդ ուղղությամբ աշխատեցին եւ հրթիռ ուղարկվեց Նախիջևան, որպեսզի հնարավորինս արագ Թուրքիային եւ Ադրբեջանին ներքաշեն այս ամեն ինչի դեմ եւ
Իրանի ուղղությամբ, այսինքն չգիտեմ, պլան արդեն բն է գն է, որ կարողանան մինչ էթնիկ այդ փոքրահասություններին եւ ադրբեջանցիներին հանել այդ թեման փակ, ասենք այսպես, անջատողական տրամադրությունների թեման փակվել է։ Մի անջատողական տրամադրություն։ Դե փորձերից մեկն է Նախիջևանի ուղղությամբ Իսրայել-ամերիկյան այս հայլը Ադրբեջան ազերիներ այս ճակատներ քրդեր չէ ես նկատի ունեմ օղակները հաջորդը դրանից առաջ քրդերը Իրաքով իսկ քրդերը Իրաքից ու մինչև այս Ադրբեջան ազերիներ միջանկյալ մի հատ էլ է փորձարվել Պակիստանում բելուջները երկկողմանի բելուջներն են ապրում այնտեղ էլ փորձարվեց ինչպես ասում են Պակիստանը քանի որ այսօր այս պահին նախկինում Բրիտանիայի ստեղծած պետություն ԱՄՆ-ի դաշնակից ձեզ վստահաբար եմ ասում Պակիստան այսօր Չինաստանի դաշնակիցն է, նաև ռազմական առումով եւ վերջերս Պակիստան-Հնդկաստան բախման ժամանակ, երբ Հնդկաստանի օդուժը եւ հոբ համակարգերը ուղղակի ոչնչացվեցին, սա ոչ թե Պակիստանի զինվորների քաջության ցուցիչ է, այլ չինական զենքի առավելության եւ բելուջների խլրտոցը Իրանի տարածքում սաստեց Պակիստանի իշխանությունները, որի տարածքում եւս բելուջներ կան։ Այսինքն բելուջների թեման էլ փակվեց։ Հիմա այս անջատողական տրամադրությունների թեման փակվել է։ Այ պատերազմը, այ հիմա իսկապես մտնում են պատերազմի այն փուլ, որտեղ քրիտիկական ենթակառուցվածքներն են ոչնչացում, այսինքն նավթի պահեստներ, նավթի վերամշակման գործարաններ, օդանավակայաններ, ճանապարհներ, կամուրջներ, սա քրիտիկական ենթակառուցումներն են։ Եվ հարվածը իդեպ ԱՄՆ-ի ու այս վերջին երրորդ փուլն է սա ուղղակի այդ քրիտիկական ենթակառուցումներն էր ուղղված մեկ էլ ոչ ավել ոչ պակաս բարձում է Իրանը ոչ միայն համարժեք է տալիս բոլոր այն երկրներում որտեղից ամերիկյան բազաներ կա եւ հրթիռներ է թռչում այլև այդ երկրների քրիտիկական ենթակառուցվածքներ այսինքն այնտեղ նավթահորեր նավթի վերամշակման գործարաններ գազի պահեստարաններ առանց սեթևեթանքի Իրանը հարվածում է եւ այդ վերջի ինչպես ասում են ակորդը փակվեց նրանով որ ոչ եթե Իրանը հարվածում էր հիմնականում ամերիկյան բազաներին 14 պետության տարածքում 3 այդ հարցակումը իր միջանկյալ ամփոփումը արվեց Իսրայելում Բեն-Գուրիոն օդանավականի վրա 1.5 տոննանոց լիցքով հրթիռի խոցմամբ 1.5 տոննան դա հանակ մասխարություն չի Այսինքն սա Իրանը առաջին անգամ օգտագործեց բալիստիկ հրթիռները բականին մեծ լիցքով 1.5 տոննայով դա մի ամբողջ թաղամաս կարող մի անգամից ոչնչացնել ցանկացած բունկեր ասեն դες երեք խոցվել է Բենյամին Նեթանյահուի երկու բունկերները երկուսը Իրանը խոցել է ընտանիքը պարզ չի որտեղ է ինքը պարզ չի որտեղ է ասում են միջուկային Զինանոցը ունի բականի խորը բունկերներ եւ այնտեղ է ասում են դրանք fake լուրեր են իրանական կողմն է տարածում որ այսպեսի բաներ կա որ հարվածել են այդ 1.5 տոննան կա մի վարքյան այ այդ նկարից հետո երեք Իսրայելում որոշում է կայացել որ Իսրայելի տարածքից ցանկացած նկարահանում որտեղ իրանական կողմը խոցում է ուղղակիորեն քրեորեն պատժելի ձերբակալ եւ այլն որտեղ իրանական կողմը ասենք Դիեզերան ավեր չունի որ վերևից ինչպես ասում են այդ պատկերները թե կարծում եմ որ չինացիք հաստատ կօգնեն էլի բայց փաստը մնում է փաստ որ Իրանը ելք առաջին անգամ 1.5 տոննանոց հրթիռ է լիցքով օգտագործել որը բավականին ծանր է որտեղ այդ հրթիռները այդ մեծ լիցքով ինքը կարող է ասենք հարվածել Իրանի Իսրայելի երկու էլեկտրակայանին Իսրայելը չունի ատոմական հոսանքի ստացման ունի երկու մեծ էլեկտրակայան հարվածում են էլեկտրականներին հոսանք չկա թեման փակում է Իսրայելը խավարի մեջ է շուրջօրյա երկրորդ ունի երկու մեծ քիմիական գործարան այդ հրթիռները հարվածում են այդ գործարաններին էկոլոգիական մեծ աղետ հարվածում են անապատում գտնվող միջուկային ռեակտորին պայթում է քամու ճիշտ ուղղություն հաշվելուց հետո այդ տարածքը դառնում է Չեռնոբիլ 2-ի սցենարով Իսրայել պետությունը ընդհանրապես թեման փակում է, ինչպես ասում են, լույսը կարող է կանջատել, դուռը փակել եւ գնալ։ Բայց Իսրայելը հայտարարել է, որ իր քաղաքացիները դուրս գան Հայաստանի Հանրապետությունից, Վրաստանից եւ Ադրբեջանից, նաեւ տեսակետ կա, որ կարող է միջուկային այդ օբյեկտների վրա հարձակումն իրանական եւ դրա համար իր քաղաքացիներին հետ է քաշում, այսինքն աղետ ողջ տարածաշրջանը կարող է Եկեք միջուկային օբյեկտներ առարկայացնենք, ինչ ասելա միջուկային օբյեկտ։ Կա Բուշերի ատոմական, որտեղ ռուսներն են աշխատում
ռուսների կողմից իրենք ատոմական, ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրանում, ռուսական մասնագետները իրանց ֆինանսավորմամբ եւ այլն։ Հիմա եթե տեսականորեն նայենք Բուշերի ատոմականին հարված լինի, ընդունենք, հա, սա նշանակում է, որ լրիվ խաղի կանոներ նոր հարթություն, այսինքն միջուկային պատերազմ ցանկացած երկիր, որը միջուկային տերություն է, կարող է կոչակը սեղմել։ Սա է, այսինքն լրիվ նոր հարթություն է մտնում։ Եթե դա չի, եւ Իսրայելը ասում է, ինչպես ԱՄՆ-ի նախագահը ասում է, մենք ոչնչացրել ենք այդ միջուկային զինանոցը եւ այլն, դա ցենտրիֆուգների մասն է։ Դրանք սարքեր են, որտեղ ուրանը հարստացնում ես մինչեւ ռազմական 100%, 10-ից 15%-ը քաղաքացիական ատոմականի համար, 100%-ը կամ 95% եւ բարձրը դա միջուկային զենքի համար հարստացված ուրանը, որը պլուտոնիում է։ Այսինքն ռազմական ուրան է դառնում։ Հիմա այդ ցենտրիֆուգերն են սարքում։ Ինքը ուրեմն խորքում 80 մետր եւ ավելի խորն է։ Իդեպ են 12 օրվա հունիս ամսին ԱՄՆ-ի Իսրայելի հարձակումից հետո նրանք պարբերաբար փորձում էին հարվածել, բայց դե B2 ռազմական կործանիչի վրայի հրթիռները առավելագույն խոցում են 60 մետր խորություն։ Այդ բունկերները 80 մետր եւ ավել են։ Այսինքն ինչքան էլ հարվածես չի վնասի։ Հա, սա ընդունենք իգիտություն։ Միակ կարմիր գիծը, որը որ կարող է անցնել տեսականորեն Իսրայելը եւ ԱՄՆ-ն, դա միջուկային տակտիկական զենքի օգտագործումն է։ Իրանը պատասխան ունի Իսրայելին հարվածի կոնկրետ անապատում գտնվող այդ միջուկային ռեակտորը եւ Իսրայելի թեման փակվում է, եթե ԱՄՆ-ն է հարվածում, սա նշանակում է, որ երկիր մոլորակի վրա նոր իրավիճակ է, այսինքն ԱՄՆ-ը դառնալու իզգոյ բոլոր պետությունները, երկու անգամ միջուկային զենքի կիրառում, երկուսն էլ ԱՄՆ-ը։ Ես կարծում եմ, որ 3 Տրամպի նախաձեռնությամբ Տրամփ-Պուտին խոսակցությունը լրիվ այլ բանի մասին է խոսում։ Առավել Միջև այդ մեկ հարց էլ ունեմ, այսպես ճշտող հարց ասեմ, ինչ չգիտեմ։ Դուք գիտեք, որ նաև այսպիսի քարոզ էր գնում զինվորականների շրջանում Միացյալ Նահանգների, որ սա, այսպես ասած, Քրիստոսի նոր մոտավորապես խաչակրած արշավանք է, Քրիստոսի նոր գալուստը, Արմագեդոն կլինի, դրանից հետո Քրիստոսը կգա եւ Աստված ինքն է կանխորոշել, որոշել, որ Նեղոսից մինչև Եփրատ պիտի այդտեղ Իսրայել, այո, մեծ Իսրայելն է, այդ ժողովուրդը պիտի այդտեղ անի, բայց մյուս կողմից տեսեք, արաբական աշխարհն է, որ այս դաշնակիցներ են, հա, Միացյալ Նահանգների հետ եւ իհարկե այս հայտարարությունից հետո աղմուկ բարձրացավ եւ Հորդանանի եւ տարբեր տեղից աղմուկ բարձրացավ, բայց տեսեք, հիմա մի կողմից սա է, մյուս կողմից արաբական աշխարհն է, մյուս կողմից այսպիսի նկարտումներ եւ այսպիսի հայտարարություններ։ Ես ուրեմն սրա մասին խոսել եմ 2023 թվականի հոկտեմբերի 10-ին։ Սողոմոնի 3-րդ տաճարի կառուցման մասին ես լավ հիշում եմ, երբ հոկտեմբերի 7-ին Իսրայելի տարածք մտան Համասի զինյալները, գերեվարեցին 132 անձի, որպեսզի փոխարինեն, նպատակը որն է, փոխարինել մոտ 4000 գերեվարված պաղեստինցիների, որոնք գտնվում են Իսրայելի բանտերում։ Տարան փոխանակեն։ Հաջորդ օրը հոկտեմբերի 8-ին Իսրայելի պաշտպանության նախկին նախարարը հրապարակավ հայտարարում է պատերազմ Համասին։ Եվ սկսում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Նպատակը, այսինքն Իսրայելը այդ ամեն ինչ հրաշալի գիտեր, որ պաղեստինցիները մտնելու են, գերեվարելու են, իրեն առիթ էր պետք, որտեղ հոկտեմբերի 8-ին ինքը արդեն պատերազմ հայտարարում։ Նպատակը Իսրայելի տարածքից դուրս դնել մոտ 3-3.5 միլիոն պաղեստինցիներ, ուղղակի հեռացնել։ Ինչու։ Երկու հատվածում են, Գազայի հատվածում եւ Հորդանանի արևմտյան ափում։ Գազայում արդեն մասամբ հաջողել է իրենց, հենց հիմա էլի դատարկվում են։ Հա, հիմա նայենք, բայց այդ Գազայի հսկողություն, վերահսկողությունը Համասն է անում, ոչ ՑԱԽԼ-ը։ Հիմա արձանագրենք հետեւյալը. այդ ժողովրդին դուրս դնելու իմաստը ո՞րն էր։ Այն չէր, որ այդ տարածքներում նոր քաղաքներ կառուցեին, որտեվ Գազայի հատվածի մի մասը միջերկրական ծովի ափին է, ափամերձ բիզնես եւ այլն։ Բուն նպատակը, որ պահին Մահմեդական աշխարհի համար 3-րդ սրբավայր հանդիսացող Ալաքսա մզկիթը պետք է պայթեցվի, հեռացվի, որովհետև Սողոմոնի 3-րդ տաճարի տեղն է կառուցած։ Սողոմոնի 3-րդ տաճարից մնացել է լացի պատը, իսկ ամբողջ տարածքը ֆիքսված 2 անգամ կառուցվել է, այդտեղ կառուցվել է հենց մի վայրում, որտեղ հիմա մզկիթ է։ Ուրեմն մզկիթը վերացնելու համար խոչընդոտ կար, խոչընդոտը պաղեստինցիներն էին, որտեղ 3 միլիոն մահապարտ էին։ Ինչու, որտեղ մահմեդականների համար նորից եմ ասում, 3-րդ սրբավայրն է։ Առաջինը Մուհամեդ Մարգարեի ծննդավայրն է, Մեքքան, երկրորդը որտեղ թաղված է Մեդինան, երրորդը Ալաքսան,
որտեղ հիմա Սողոմոնի 3-րդ տաճարը պիտի կառուցվի։ Այս օպերացիան էր, այսինքն, իսկ ինչու է ուզում կառուցել Սողոմոնի 3-րդ տաճարը, որտեղ ռաբինները Բենյամին Նետանյահուին եւ քաղաքական թիմին համոզել են, որ հիմա ըստ Թալմուդ եւ Թորայի իրանք ապրում են ժամանակներ, որտեղ փրկիչն է գալու։ Փրկիչը արդեն ծնվել է, ինքը կա, որ գա հրեա ազգին միավորի եւ փրկի եւ այլն, որտեղ պիտի նստի։ Պիտի նստի միայն Սողոմոնի տաճարում, իսկ այս Սողոմոնի տաճարը դեռ չկա։ Այսինքն, քանի դեռ տաճարը չկա, փրկիչը չի կարող գալ։ Ուրեմն խնդիրը որն է, տաճարը կառուցելու համար Ալեքսանդր պիտի պայթեցնել։ Պայթեցնելու համար, որ խնդիր չլինի, պաղեստինցիներն Երուսաղեմից, բանից Իսրայելից պիտի հանել։ Սա հրեաների հուդայիզմ դավանող հրեաների եւ իրենց հոգեվորականների արաբական աշխարհը։ Հիմա նայ քրիստոնյաների պահով Ամերիկայում ինչ է։ Ամերիկայում էլ ասում են, այո, Սողոմոնի 3-րդ տաճարը պիտի կառուցվի։ Եվ այդ ժամանակ ըստ Հովանեսի հայտնության գրքի, վերջին գիրքն է, նոր կտակարանի, լինելու է մեծ կռիվ, չար ու բարի։ Չարը ասոցացվում է Գոգով, բարին Գոգով, չարը Մագոգով։ Գոգի Մագոգի կռիվն է, որտեղ այս կողմից Իսրայելների դաշնակիցներով այն կողմից չարը գիտեք ով է մարմնավորում։ Իրանը։ Իրանն է մարմնավորում չարի բանակը։ Եվ այս երկու բանակները պատերազմում են, պատերազմի վայրը Արմագեդոն տարածքն է Երուսաղեմում, եւ որից հետո չարի իշխանություն 7 տարի հետո Հիսուսի երկրորդ գալուստը։ Բողոքական եկեղեցու Տրամպի ուղեղը լցել են սրանով։ Դե ասեն ավետարանչականներով հիմա իր աշխատակազմը այո, այսինքն, այո, տեսակ են աղոթքի պահել։ տեսել, չէ ինչ աղոթքեր, գնա գալիս եմ, ինչպես ասում են վերջում։ Բացի այդ, շատ կոնկրետ իր աշխատակազմում լցված է Ավելին, ես 3-4 օր առաջ տեսել եմ հաղորդում, Տակեր Կարլսոնի, որը հրաշալի մի հաղորդում էր, կոնկրետ այդ Երուսաղեմում Սողոմոնի 3-րդ տաճարի վերաբերյալ, որ Իսրայելի բանակի բոլոր զինծառայողները համազգեստի վրա շևրոն, 4 շևրոն ունեն։ 4-ից, ասենք մեկը դրոշն է, հա։ Մեկը հասնել երկինք 200 եւ ավել դոլար, 1 բարել դիմաց, եւ Չինաստանին չտրվի ոչ իրանական նավթը, ոչ էլ Վենեսուելան, որտեղ հիմնականում Չինաստանը հոսանքի արտադրության իր 80%-ը նավթի վրա է նստած, 3 հիմնական մատակարարներն են Վենեսուելան, Ռուսաստանը եւ Իրանը։ Վենեսուելայից չի գնում, Իրանից եթե հաղթում են կտրում է, մնում է մի Ռուսաստան։ Նավթի գներն էլ էս բախման հետևանքով հասնում է երկնքին, աստղերին եւ Չինաստանի տնտեսությունը պայթում է։ Իսկ ինչու է Չինաստանի տնտեսությունը խիստ վտանգավոր։ Շուտ շատ կարևոր հանգամանք կա։ Երկու նախագահ կյանքով հատուցեցին մի քայլի համար, որով համաշխարհային տիրապետության գլոբալիստների թիվ 1 գործիքը փորձեցին կոտրել, որի անունը է Ֆեդերալ ռեզերվային համակարգ։ Առաջին այդ փորձը արեց Քենեդին, ԱՄՆ նախագահը, որտեղ փորձեց, քանի որ Ֆեդերալ ռեզերվային համակարգը ինքը մասնավոր բանկերների միություն է, որը իրավունք ունի էմիսիայի փող տպելու, որը պետական գործառույթ է, բայց ստացվեց այնպես, որ 1913 թվականին այդ իրավունքը տրվեց մասնավոր բանկերին։ Դա այդ թեմա է, եթե պետք է դամասնել բական հետաքրի։ Այդ թվում նաև Տիտանիկում ովքեր զոհվեցին, էլի, ԱՄՆ-ի իրական էլիտաներ գլուխը կերան, որ 13 թվականին հանձնվի, էլի, ԱՄՆ-ի կառավարությունը եւ դա մասնավոր բանկերներն են, այդ էմիսիա իրավունքը։ Հիմա ուրեմն Քենեդին ինչ արեց։ Մոտ 30 միլիոն դոլար տպեց դոլար, որի վրա գրված էր ապահովված է արծաթով։ Բարձր եմ ասում։ Այսինքն ինքը Ֆեդերալ ռեզերվային համակարգի դոլարին այլընտրանք դոլար ստեղծեց, հատուցեց կյանքով։ Երկրորդ նման փորձ արեց Կադաֆին, որտեղ փորձում էր հաշվի առնել, որ շատ հարուստ երկիր էր եւ այդ անապատի տակ այդ նույն տարածքով մաքուր խմելի ջուր օվկիանոս, հա, ել չեմ ասում նավթի գազի պաշարները, այդ մարդը ինչ արեց, ասեց իմ դինարը, այսինքն իր արժույթը պետք է ապահովված լինի ոսկով, իսկ այդ ի՞նչ է նշանակում, դոլար, որը հիմա ապահովված չէ ոչնչով եւ փող արժույթ, որ ապահովված է ոսկով։ Այսինքն ինքը մրցակցության մեջ է, չէ՞, միանգամից դոլարի հետ մտնում։ Ինչով հատուցեց կյանքով։ Հիմա երրորդ փորձն է արվում Չինաստանը ոսկու հսկայական պաշարներ կուտակելով ամբարելով, նա յուանը շուտով, եթե այս ամեն ինչը, այսպես ասենք, ԱՄՆ-ի պարտության հետևանքը լինի, գնայեք ինքը հրապարակավ ասելու ինչ է շահում այս ամեն ինչը յուանը ապահովված է լինելու ոսկով, այսինքն Ֆեդերալ ռեզերվային համակարգի դոլարին կա այլընտրանք միջազգային արտարժույթ, որի անունն է յուան, որը ապահովված է ոսկով։
Այդ դրա համար հիմա Չինաստանի դեմ մահուկենաց կռիվ գնում, որ Չինաստանի տնտեսությունը ոչնչացնի, որ հանկարծ Ֆեդերալ ռեզերվային համակարգին այլընտրանք գումար չլինի ոսկով ապահոված։ Ինչա շահում կողմից տնտեսական մրցակցության մեջ Ամերիկան հասկանում է, որ Չինաստանը իրեն հաղթում է եւ դրա համար հիմա նավթի աղբյուրները կտրեն, նավթի գինը բարձրացնեն, բայց հարված չի Չինաստանին։ Լատինական Ամերիկա, Մերձավոր Արևելք։ Հիմա ինչա, հիմա նայեք, այդ զանգի մասն ենք խոսում։ Կողմից էս պատահական չի, որ այսպիսի խորհրդակցություններ է անցնում, Պուտինը հայտարարում է, այո, մենք գիտենք, որ գները էսպես, բարձր է որ հետաքրքրությունը ինչքան մեծացել է, այդ ամեն ինչի ինքը արդեն հեգնում է Եվրոպային, ասում է, աղ դուք պատրաստվում եք մեկ ամիս առաջ դադարեցնել, ես կարող եմ հենց վաղը դադարեցնել։ Եվրոպա չկա, Եվրոպայի թաղման երաշխությունը արդեն այս պատերազմը, Ռուսաստանի շահերը, նավթի գինը եւ այս հեռախոսախոսակցությունը Թրամփ եւ Պուտին, խնդրեմ։ Ուրեմն այս հեռախոսային խոսակցությունը շատ կարևոր է, որ նախաձեռնությունը եղավ Թրամփից, իսկ այնինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական ուշակով հայտարարեց, մենք, որ դուք ընթերցեցիք, ես հասկանում եմ հետեւյալը, որ Միացյալ Նահանգները միջնորդ եմ գալիս, որպեսզի այս պատերազմը կանգնի։ Չեք շտապում այդպիսի բան ասել։ Ես շատ ավելի վաղուց եմ ասել, որ պատերազմը ԱՄՆ նախ օպերացիան ձախողեց, Բլիցկրիգը երկրորդ փուլը անջատողական տրամադրություններով Իրանը պայթեցնել ձախողեց, ժողովրդին հանել փողոց սկզբունքորեն ձախողեց, ամերիկյան ռազմաբազաները ավերակ վիճակում են։ Դե ինքը ասում է նաև նույն ավերացիան տակ է Իրանի Այդ ասելով չէ, ասում դուք էլ ասում։ Դե մենք տեսնում ենք, չէ՞ որ համատարած ավիրում են։ Ահա, այդպես։ Այնքան մակետներ են դրել։ Իրանում համատարած մակետներ է։ Այս վերջերս մի հրաշալի նկար են դրել, ուրեմն օթանավականի տարածք կա, որտեղ վերևից անօթաչուն կամ տիեզերանավ նկարվում է օթանավը։ Բայց իրականում նկարած է, ոչ մի օթանավ չկա։ Անօթաչունները գալիս հարվածում են այդ նկարներին։ Ասում են տասնյակ հազարավոր մակետներ, ռետինե մակետներ Իրանը գնել է Չինաստանից։ Վարկյանական փչում ես օդ, տանկ, ինքնաթիռ, որտեղ ուզում ես դիր, վերևից անոթ, ընդ որում դրա կողքերն էլ դնում են ուրեմն էներգիա արտադրող սարքեր, այսինքն որ ճառագայթում լինի, որտեղ անօթաչուն միայն 4 բանի վրա չի գնում, էլի։ Եվ արդյունքն է լինում, որ ասում են, հիմա ռեսուրսի պավ, Տրամփ ասում է, իրենց ռեսուրսը պրստում է, ստում է, ակնհայտ ստում է, որտեղ Տրամփի ռեսուրսը, որ վերջացել է, ցույց է տալիս երկու ավիակիրի հետ գնալը։ Առաջինը կիսավիրավոր վիճակով, թեև ասում եմ, մեզ հարվածել են, բան չեղի, բայց հաջորդ օրը հեռացան մարտի դաշտից։ Երկրորդը 2 օր հետո, երկու ավիակիր կար, հիմա երրորդը բերել են, երկուսը գնացել են, ուր են գնացել։ Այն մեկը հաստատ վերանորոգման, բայց երկրորդը ինչու գնաց, որտեղ ավիակիրների վրա ինքնաթիռները, որոնք որ հրթիռներով դե աշխատեն, թիրախների վրա, եւ այդ նավի վրա կա հակաօդային, հակահրթիռային պաշտպանության զինատեսակ եւ հրթիռներ։ Այդ բոլորը վերջացել են։ Առավելագույն այն ինտենսիվությամբ իրանք աշխատում են 7-ից 9 օրվա պաշար ունի։ Հիմա գնում է ինչ որ նավահանգստում, որ լիսկավորի, զենք զինամթերք նորից լցնի, ու զենք չէ, զինամթերք լցնի գա։ Այսինքն իսկ Իրանը միտքս ավարտեմ, իսկ Իրանը խնդիր չունի։ Ինքը արտադրում է, այս քաղաքում տանում է, ասենք 100 կիլոմետր ենք ու մենք քաղաքում բաների վրա հրթիռների կայանքների վրա տեղադրում է, այսինքն ոչ լոգիստիկայի խնդիր ունի, ոչ արտադրանքի խնդրեմ ունի եւ այլն։ Հիմա ինչու զանգարեց։ Ես առավել քան համոզված ասեմ։ Ինքը կարող է հայտարարել, որ մենք նպատակ էինք դրել նրանց հրթիռակոծելու SSS օբյեկտները, հետ գցելու իրենց այդ պլանները ամեն ինչ։ Իրանը ոչնչացված է, Իրան պետություն չկա։ Ինչ միջնորդության, ինչ դեր պիտի խաղա։ Ոնց, բա մեկը պիտի միջնորդը լինի։ Ոնց մեկը։ Հե բա ոնց, բա երկու հոգի որ կռվում են։ Ինքը հայտարարում է, ես հաղթել եմ, այս հարցերը լուծել եմ։ Լսեք, իրականում ինքը չի հաղթել, նայեք։ Երկու հոգի որ կռվում են, մեկը եթե իրոք հաղթում է, վստահաբար, մյուսը կապիտուլյացիա է, չէ՞, ենթարկում։ Դուք մոռանում եք ում հետ գործ ունեք, Գերտերության հետ գործ ունեք, Թրամփի հետ, որ ինչ գործ, որ ինքը նախաձեռնել է, իրեն ոչ միտեղ միջնորդ պետք չի եղել, ինքը գնում է, ավիրում է, վերցնում է, առևանգում է, ինչ ուզում է անում, հետո դա արձանագրվում է։ Այս կամ այն դեպքով հիմա ինչու պիտի այստեղ միջնորդի։ Է արդյոք այնտեղ նավթի գների համբերատար որ լսեք, ես ասում եմ, դեմքը փրկելու խնդիր կա։ Ոչ մի նավթի, ոչ մի Ուկրաինայի խնդիր չկա, դեմքը փրկելու։ Ոնց, եթե արդեն միջնորդ է բերում, դա նշանակում է դեմքը չի փրկում։ Ոչ, փրկում է, որովհետև ինքը հրապարակավ ասել է, ես իմ առջև դրած քաղաքական ռազմական խնդիրներ լուծել եմ, Տրամփ ասել է, չի լուծել, մեկ չի լուծել։ Իրան նպատակը մի վարքան, Իրանը սպանել է Խամենեինի, պետք լինի վաղնել որտեղ։ Ուրեմն նպատակը խաթել է ամբողջ ռազմական Անժելա, դուք ձեզ սպանում եք պետ քարտուղարի նման կամ էլ փոխնախագահի աման։ Ուրեմն իր նպատակը այն չէր որ սպանել,
նպատակը այաթոլաների կառավարման ինստիտուտը փոխելն էր։ Չստացվեց։ Դե ես հասկանում եմ, բայց դուք ասում եք ինչ կարող եք քարոզել, ինչ Ասում կարող եմ, է ասել։ հիմա ասում է, արդեն ասում է, որ ես հաղթել եմ Իրանից, չկա Իրանի ժողովուրդը գոլոշացել է։ Այդ պետությունը չկա, քարտեզից էլ ջնջում ենք, բայց դրանից չփոխվեց իրականությունը։ Քանի որ Իրանը չի կապիտուլացվել, ԱՄՆ-ը իր արժև դրած երկու խնդիր՝ իշխանափոխություն եւ միջուկային ցենտրիֆուգների ոչնչացում, որը ուրանը հարստացնում, դա չի եղել։ Հիմա քանի որ դիմացինը չի կապիտուլացվել, ինչ որ մեկին պիտի գտնի, որ այդ մեկը ասի ժողովուրդ դե հերիք այլի կռիվ անեք։ Տրամպը ասի, հա դե ես հաղթել եմ, քանի որ ինձ իմ լավ բարեկամ ընկեր Պուտինն է ասում, որ կռիվ պետք չի անել, ես կռիվ չեմ անում, բայց Ռուսաստանը երաշխավորը, որ իրանն էլ իրան հանգիստ պահի։ Իրան ասում է, նո պրոբլեմ, ես էլ եմ հանգիստ պահում։ Բայց երբ որ երեքով են խոսում, վստահաբար Ռուսաստան միջնորդ ալելու։ Գիտեք ինչ ասում Տրամպի ներկայացուցիչին, Իրանի ներկայացուցիչ, ասում են, որ դուք սկսել եք, որ ես իբր միջուկային ուրանը չհարստացնեմ, որ միջուկային ռում ստանամ, այդ պայմանը դուրս է գալիս, չէ՞։ Սա մասին չենք բարձրացնում, բայց մենք մեր մեջ։ Ամեն ասում է, հա։ Ասում է, հակառակ դեպքում ես շարունակելու եմ։ Իդեպ ես 3 առաջին անգամ 1.5 տոնանոց ես իրատես եմ, լավատես չեմ։ Ես իրատես եմ։ Եվ իմ գնահատականները հիմնականում լուրջ գնահատականները կյանք են կոչվում։ Ձեզ վստահաբար եմ ասում, հակառակ դեպքում միջուկային պատերազմը։ Ոչ Տրամպը իր թիմն է այդ առումով խելագար։ Ոչ էլ Բիբին, ես կարծում եմ նույնիսկ ավելին ասեմ։ ԱՄՆ-ը ես մի հատ խնդրում ջուր, ԱՄՆ-ը կարող է զոհաբերի բանի Բիբին հարցեր լուծի, որտեղ ինքը արդեն գլխացավանք է։ Այդ ամենավտանգավոր բանն ասեցիք, այդ ով որ փորձի Ամերիկայում իրեն ամենակիչը կարժենա աթոռը։ Նայեք, ասեմ հետևյալը։ Այդ ձեր սիրելի Խակեր Կառլսոնը միշտ ինչ է ասում, որ ես ովքեր են կառավարում եւ Իսրայելի դեմ խոսելը ինչ վտանգավոր բան է։ Վստահաբար եմ ասում, ոնց որ Զելենսկին է հիմա Ամերիկայի կոկորտին նստած Ուկրաինայի խնդիրը, որ չի կարողանում կատարել, նույն ձևով Բիբին է նստում ԱՄՆ-ի եւ Տրամպի կոկորտին։ Հա, հрьяաները ուժ ունեն, բան չունեմ ասելու։ Ինչ է իր կոկորտին։ Դուք քիչ առաջ ներկայացրեցիք, որ ամերիկյան սա գերացիկ ծրագրավորված բան է նավթի գնի հետ կապված եւ Չինաստանին կանգնեցնելու, այսինքն սա, այսինքն երկուսն էլ այնտեղ շահագրգռված են եւ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները։ Նաեւ տնտեսական մեջ շահեր ունի, սա էլ եւ այսինքն այնտեղ պետք է հակասություն չկա։ Հիմա այդ ձախողել է երկուսն էլ պիտի կիսեն։ Չէ։ Այդպես չի, Իսրայելը չի ուզում հետ քայլանի։ Ամեն ուզում է հետ քայլ։ Եվրոպայի տնտեսությունը մեռա, վերջ։ Չկա, Եվրոպա չկա, 500 միլիոնից մայրցամաքային Եվրոպայից ետարնել չմնաց։ Նավթի գները բարձրացան։ Գործնականում ԱՄՆ-ը հարված հասցրեց, չասեմ սպանող մահացու, բայց հարված հասցրեց Չինաստանի տնտեսությանը, հասցրեց։ Բայց մի մոռացեք, որ Տրամպը նոյեմբերին հանրապետականները կոնգրեսի միջանկյալ ընտրություններ կա։ Ինքը պիտի հաղթի տեղ։ Դուք պատկերացնում եք, այս կռիվը գնա մինչև սեպտեմբեր վերջում է պարզի, որ ինքը պարտվում է։ Եվ ինչ հանրապետականները հաղթելու են կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, միանշանակ պարտվելու են։ Այստեղից հաջորդ հետևությունը ԱՄՆ-ին պետք է այս կռիվը կանգնի, իր դեմքը փրկելու համար միջնորդագծել Ռուսաստանին, բայց սրան դեմա ով։ Դեմա Իսրայելը։ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ առաջին հերթին Բենյամին Նեթանյահուն։ Ես կարծում եմ, այդ խոչընդոտը կարող է շուտով վերանալ, այնպես ինչպես Զելենսկին։ Այսինքն դուք կանխատեսում եք, որ առաջիկա 4-5 օրվա ընթացքում նաև Պուտինի մասնակցությամբ միջնորդությամբ այս ամեն ինչը կանգնելու է։ Նայեք, տարբեր մեսիջներ են գնալու, բանակցություններ կռվի կանգնեցնել, հրադադար չեն ասում, կռվի ասում են հրադադարի ռեժիմ։ Քանի որ Տրամպի մեսիջները 2 օրվա արդեն կռիվը կանգնեցնելու միտված խոսույթ է։ Կարող է խափնա, բան չունեմ ասելու, բայց որpիսի ինքը վստահ լինի, որ հաստատ կանգնեցնի, 3 Իրանը նվեր տվեց Տրամպին, ինչով 1.5 տոննայանոց հրթիռով, երբ որ Իսրայելի վրա գցեց, սա մի հատ է գցել։ Իսկ պատկացեք հիպերձայնային արագության հրթիռների վրա, ասենք հարյուրավոր տենց հրթիռներ։ Դուք պատկացնում եք Իսրայելից ինչ կմնա։ 1.5 տոննա, երբ որ ցանկացած բունկեր ոչնչացնում է, ասենք բնակելի մի ամբողջ թաղամաս, այդ տարածքը ձագար է սարքում։ Ու վերջ, թեման փակում է։ 3-2 ես առավել քան համոզված եմ, այսինքն Իրանը ճիշտ պահին է անտել, երբ հարվածի Բենյամին Նեթանյահուի
գտնվելու վայրին իր աշխատավայրին։ Շատ լավ, տեսեք, Խամենեյի որդուն նշանակեցին եւ ասում են չի բացառվում, որ այնտեղ կան ներքին ուժեր եւ հոսանքներ Իրանում, Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Չգիտեմ, մի քիչ բան կարող է թվալ, որ իրեն էլ կարող են սպանել եւ այդ դրանից հետո իրական այն ներքին հեղափոխությունը, որ նախապատրաստում էր, կարող է տեղի ունենա գլխավոր անվտանգության խորհրդի նախագահը կամ կա այնտեղ այլ ուժեր կան Իրանի Տրամպը մի քանի օր առաջ ասել սպանել ենք ցավոք սրտի նրանցումը որտի բերեն։ Չէ, բայց եթե իրեն էլ սպանում են, դրանից հետո արդեն ներքին այսպես հեղափոխություն է։ Ոչ մի բան չի լինելու։ Համակարգ աշխատում, ոչ։ Ես բարբերաբար եւ միշտ ասել եմ, ավելի լոյալ, ավելի իշխանություն։ Այաթոլաների բաց ու լոյալ չկա։ Իսկ երկրի կառավարիչը ինքը հոգեվորական է, ոչ թե աշխարհական։ Վստահաբար եմ ասում, չկա։ Իրենք որպեսի համակարգը ոչնչացնեն, իրենք դի ոչնչացնեն այդ համակարգի բոլոր մարդկանց, որտեղ այնտեղ համակարգ աշխատում անց չի։ Օրինակ ԱՄՆ-ում անձ աշխատում, Իրանում համակարգ։ Դե գա ավելի բան մարդ, որը կտանի ինչ-որ փոփոխությունների, շատ ավելի լոյալ, շատ ավելի դա տեղի չի։ Հեքիաթների դաշտից է, ես ձեզ վստահեցնում եմ, եւ Իրանում համակարգ է։ Իրանը ունի 4 բանակ։ Հասկանում եք դուք, այսինքն այդ պետությունը 1978-79 թվականին հեղափոխության իրականացումից հետո պատրաստվել է այս մեծ պատերազմին։ Այսինքն մոտ 50 տարի 47 տարի Իրանը պատրաստվել է այսօրվան։ Իր բնակչությամբ, իր զինվածությամբ, իր նվիրվածությամբ եւ ահավասիկ ինքը հրաշալի գիտի որ մի օր այդ մեծ պատերազմը լինելու էր։ Ահավասիկ հիմա այդ մեծ պատերազմը։ Շատ լավ, եթե անգամ հաջողի պատերազմը կանգնեցնել 4-5 օր, չգիտեմ 10 օր հետո, խնդիրները չեն լուծվում։ Որ խնդիրները։ Դուք ինչքան էլ ասեք, միևնույն է, ահռելի մեծ ավերածություններ են հասցրել Իրանի Հանրապետությունում։ Իրանում կա ջրային պաշարների լուրջ խնդիրներ, սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ շարունակում են մնալ, շարունակվում է սանկցիաների տակ մնալ Իրանի Իսլամական Հանրապետությունը, այսինքն դե հիմա ամեն ինչը ինչ որ սահմանագիծ ունի, հիմա ինչքան պիտի այդտեղ մեծ մասը նաև շատ վատ է, չէ, ապրում, աղքատության մեջ է, այդպես է։ Այդպես է, այո, հիմա այս հարցերը այնուամենայնիվ պիտի լուծում ստանան։ Այդ Իրանի կառավարիչների խնդիրն է։ Իրանի կառավարիչների խնդիրն է։ Ոնց որ ասենք 1941-44 թվականին Լենինգրադը 100%-ից բլոկադայի մեջ էր։ Մարդիկ կենթանի են ուտում կամ մարդու միս են ուտում։ Մեռած։ Բայց չհանձնվեց։ Մենք էլ կողքից որ նայենք կարասենք, այս ինչ սրիկայություն է, ոնց որ մի քանի դեգեներատ բաներ, իբր ռուս մտավորականներ կա, ասում է, բան է Ստալինի վարչակազմը ցեղասպանություն իրականացրեց ռուս ժողովրդի նկատմամբ։ Նա այդ Լենինգրադը խի չհանձնվեց։ Բա կարել էր սենց 1 միլիոն մարդ մահանար, այո, կարել էր։ Միջելուց այդ մեր արևմտամետների ձայներ լսվում է, որ բան ծղրտոցը բան, չգիտեմ, ծղրտոցը լսվում է, ես չգիտեմ, պատերի տակ իրար հետ խոսալուց։ Հարցակում, չկա ինչ երեխա։ Իշխանություն։ Այդ ժամանակ իրանք քնած են, այսպիսի հայտարարություններ չկա, չէ՞, չկա, իհարկե չի լինի։ Հիմա, բայց այստեղ մի ուրիշ վտանգավոր բան կա։ Եթե սա մի քիչ երկար է, սա գիտեք ինչով է հղի։ Այն որ Միացյալ Նահանգները այդ երկրներում, որտեղ բազաներ ունեն, այլևս հեղինակությունը զրո է դառնում, գոնե առնվազն այդ 176 դերատի աղջիկների սպանության։ Միջազգային ինչպես կարձագանքեն Իրանի այս հայտարարությանը, որ եթե դուք հեռացնեք ձեր մոտից, ապա մենք չենք հարվածի։ Ճիշտ է, ինքը ասում է, ես ամերիկյան բազային եմ հարվածում եւ իր ենթակառույցներն ու ես այդ պետության դեսպանատները, հիպատոսարանները։ Ամերիկյան ինչը ամերիկյան դեսպանատանը կարող է բան են անում, պերաշկի են ուտում։ Դե հիմա հասկանում եք ինչ վիճակի մեջ են, կգնա արդյոք, կգնան այդ երկրները, ինչ հանգուցալու։ Ուրեմն ասեմ ձեզ, եթե այդ երկրների ղեկավարները մի քիչ համառեցին ամերիկացիներին օգնելու առումով, վստահաբար այդ երկրներում կլինի իշխանափոխություն, ընդ որում իսլամական հեղափոխության դրոշով։ Ուղղակի ժողովուրդը կտապալի իրենց նախագահներին ու շեյխերին կգցեն։ Եվ Իրանը ամեն ինչ կանի կնպաստի, որ այդ Պարսից ծոցի երկրները, սունի մահմեդական երկրներում բլինի իշխանափոխություն։ Ամեն ինչ կանի։ Այսինքն հիմա ավելի մի քիչ հեռու գնացող բաներ անեմ, բայց վստահաբար ես վստահ եմ ինչ որ ասում եմ, այդպես էլ լինելու է, որտեղ process-ն եմ ես նայում էլի, ոչ թե առանցին դրվագներ։ Միացյալ Նահանգները այս տարածաշրջանից մաքրվելու է, մերձավոր արևելքից մաքրվելու է։ Ինքը այլընտրանք չունի։ Գնալու է իր մեծ արևմտյան կիսագնում վերընկնի այնտեղ այս երկրի վրա բանանի, ռեկետանի, սրա վրա զորք բերի, սրանից ինչ-որ բան փախցնի եւ այլն։ Եվրասիական տարածքում Միացյալ Նահանգներ չկա, չի լինելու։ Այդ թու նաեւ Տրամպի ուղին։
Այդ Տրամպի ուղին որ բան են ստորագրել օգոստոսի 8-ին։ Ես օրինակ առաջարկում Ինչ եմ կա դրանից, Նիկոլե թուղթը փաթաթի, կլոր sense, մտցնի շամպայնը շշի մեջ, տա Ալեն Սիմոնյանին, ասի դու ես շշերի հետ լավագույն մասնագետն ես, օգտագործի ոնց ուզում ես։ Ու всё, Տրամպի ուղին պրստում է, թեման փակվեց։ Չկա Տրամպի ուղի եւ 99 տարով Հայաստանի ինքնիշխան կլինի, քանի որ ամերիկացիները ստեղ են, դե բարև ձեզ, իսկ ուր է Ամերիկան։ Շուտով Ամերիկան պուկ։ Նիկոլը իր զուգընկերոջը հաշվել էր, կռվից մի օր առաջ։ Ինքը գիտեր էս կռվի մասին, կռվից մի օր առաջ զուգընկերոջը դուրս հանեց։ Ասեց չկանք, չէ, իրար հետ կապի մեջ չենք, ֆլան ֆստան, այս կնա երեխեք հետ շուտով պուկ։ Նիկոլը իր համար պուկի ճանապարհը ստեղծել է, թող մտածեն նրանք, ովքեր որ Նիկոլի կողքը հորթի ուրախությամբ թռչկոտում են, ավտոբուսներում ծափ են տալիս, ուրախանում են։ Չի լինելու Ամերիկան։ Ամերիկան գնում է իր բան, կիսագունդ։ Ստեղ կոնկրետ մեր տարածաշրջանում երկու ասող պետություն Թուրքիային տեսնում եք Էրդողանը ինչպես համեստ ես արմով Էրդողանը բանի դաշնակիցն է, Իրանի դաշնակիցն է, քրդական գործունով։ Եվ նա հրաշալի գիտի։ Ադրբեջանի ղեկավարը փքված հնդուհավը ագին խելոք էր, բայց մարդը խելոք մարդուն որ ձմերուկ են դնում թևերի տակ, իրան թվում է թե ինքը արդեն աշխարհի տերն է։ Ես կարծում եմ, որ այս տարածաշրջանում երկու ասող ալնելու Ռուսաստան, Իրան անգամ Չինաստանն չէ, եւ բոլոր այն երկրներում, այդ թվում նաեւ Միջինասիական Հանրապետությունը, որտեղ Միացյալ Նահանգների կողմից բերված կամ Բրիտանիայի նախկինում բերված վարչակազմեր են, վաղթեշ սուսփուս ճողոպրելու են։ Ես չեմ ուզում, որ իրենք ճողոպրեն այնպես, ինչպես Աֆղանստանից ճողոպրեցին ամերիկացիների ծառայող փուշտումները, երկրաթիռների անիվներից կախվելով։ Ուզում եմ սուսփուս նստեն մեքենաները, կարան նաեւ կեղծամ դնել տղամարդիկ կանացի շորեր հագնեն։ Այդպիսի փորձ կա Կերենսկին 1918 թվականին, երբ որ Ռուսաստանից ճողոպրեց, երբ որ հակահեղափոխությունը անունը հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն, իրականում ինքը բրիտանացիների փետրվարյան հեղափոխության կամ իշխանության զավթման հակաքայլն էր։ Հիմա թող մարդիկ թողեն գնան։ Մենք արյուն չենք ուզում։ Ցանկացած թափված արյուն ինքը հետևանքներ է թողում։ Պարոն Ապետյան, ակնարկեցիք, որ միջուկային զենք ստեղծելու այդ վտանգը արդեն կա, սրանից հետո այո, մի քանի անգամ 18 թվականից ինչ որ բան պայմանագիր կնքեցին, հետո Թրամփը եկավ դա չեղյալ հայտարարեց Իրանի հետ կապված։ Հետո նորից հետո բանակցությունների առաջին փուլը, տեսանք դրանից հետո հարձակվեցին երկրորդ փուլը եւ այլն, այսինքն կա մեծ անվստահություն Միացյալ Նահանգների նկատմամբ, չգիտեմ, դուք բայց ինչ եմ ասում, ինքը գնում է արմենիան կիսագուն։ Դուք ակնարկեցիք, Եվրասիական տարածքում չի լինելու Ամերիկա։ Տեսեք, բայց ինչ վտանգավոր բան կա, եթե այդ միջուկային ունենալու ուղղությամբ շարունակի աշխատել Իրանը, որովհետև եթե քիչ թե շատ էս ամեն ինչից բարեհաջող դուրս գա, չէ, ինքը ուրիշ ձև չունի պաշտպանվելու, որովհետև բանակցությունները ցույց են տալիս, որ չի լինում բան, եթե ինքը գնա այս ուղղությամբ, Սաուդյան Արաբիան այդ ճանապարհի վրա է, Թուրքիան այդ ճանապարհի վրա է, արդյոք վտանգը, արդյոք ամբողջ այս մեծ տարածաշրջանով մերձավոր արևելքով չեն հայտնվելու եւ մի հատ այսպիսի բան կա, չէ, որ մեկ էլ հանկարծ ինչ որ պատահաբար մի բան լինի, չեն հայտնվելու։ Ես վստահ եմ, Ամերիկան ստեղից մաքրվում է, ընդհանրապես Եվրասիական տարածքից ոչ մի պետություն էլ միջուկային զենք չի ստեղծելու, որտեղ պետությունների մեծ մասը ստորագրել են միջուկային զենքի չտարածման միջազգային կոնվենցիա կա, պայմանագիր, որտեղ դու իրավունք չունես ստեղծելու, տարածել։ Վստահաբար եմ ասում, թեման փակվում է։ Ինչ հայտարարեց Ֆրանսիան, որ հիմա ինչ որ կստեղծի, դրա մասին չի էլ տեղեկացնելու։ Այդ պայմանագիրն էլ չեն վերաթարմացրել, չէ՞, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը։ Այսինքն մենք դրա առջև ենք կանգնած հիմա։ Ուրեմն, երբ որ Մարի Լեպենը գա փոխարինի, այս Ռոթշիլդների կողմից դրած։ Մարի Լեպենը շանս չունի։ Դե օրինակ եմ ասում, կամ մեկ այլը, որը Ռոթշիլդների նշանակածը չի։ Սույնանձը Ռոթշիլդների նշանակածն է, կամ ասենք Գերմանիայում Մերցին փոխարինի այլընտրանքը հանուն Գերմանիայի կա, չէ՞, անդիմադիր բականին։ Ասում եմ, Եվրոպայում լուրջ իշխանափոխություններ լինելու, Եվրամիությունը ընդհանրապես լուծարվելու է, Եվրամիություն չի լինելու, ՆԱՏՕ չի լինելու։ Առանցին պետություններ լինելու են, եւ Ռուսաստանը եւ ԱՄՆ հարաբերությունները ստեղծելու են այդ պետությունների հետ։ Ու ինչ Եվրամիություն։ Չի լինելու, չկա, թեման փակվել է։ 500 միլիոնանոց Եվրոպայից ետ առնել չի մնալու։ Այս գազի ու նավթի այս ճգնաժամի պահով այդ երկրներում, երբ որ սոցիալական վիճակը շատ վատ է, այդ չեմ ասում իրանց այդ հարկատուների հաշվին Ուկրաինայի պատերազմն է շարունակվում, վստահաբար այդ երկրներում իշխանափոխություն ալնելու, կարող է ընտրում ժամանակից շուտ։ Իսկ այդ երկրները ինքնիշխանություն, իդեպ ասեմ, նրանք ովքեր Եվրամիություն են, հա, գոհում ինքնիշխանությունից են խոսում։ Բրիտանիան ինչու դուրս եկավ Եվրամիությունից, գիտեք, առաջին հիմնավորումն էր։
վերականգնել ինքնիշխանությունը, որտեղ այդ միության մեջ դու քո ինքնիշխանությունը եւ տնտեսական եւ քաղաքական առումով դու բավականաչափ կորցնում ես։ Եվրամիությունը վերջին հաշվով լուծարվելու է, որտեղ այդպիսի այլևս միության կարիք չի լինելու, այդ ինչի համար ստեղծվել է դրա անհրաժեշտությունը չկա։ Առաջին պետությունները լինելու են Գերմանիա ուժեղ, իհարկե Ֆրանսիա ուժեղ, իհարկե իրենց ազգային էլիտայով եւ ազգային կապիտալով։ Հիմա Մարին Լը Պենը կլինի, մեկ ուրիշը կլինի ներկայացուցիչ, էական այդ չի։ Կարևոր որ Ռոթշիլդների բանկիր Բրիտանիայում ծվարած մի քանի 100 տարի Ռոթշիլդների ներկայացուցիչ Մակրոնը չի լինի, որտեղ Ռոթշիլդները իրենք գլոբալիստների, ինչպես ասում են, հիմնական առանցքներից մեկն են եղել։ Եվ հիմա նայեք այս իրականության մեջ ինչա ստացելու մեր նման երկրներում։ Նորից եմ ասում, ժամ առաջ կեղծամով, բանով, որ դեմքը չճանաչելի լինի, մեքենայով դուրս գան Վրաստան, Վրաստանից այնտեղ գնան կամ Թուրքիա, հետո որտեղ փող են հետ գցել, տուն են առել, բիզնես ունեն, գնան այնտեղ ապրեն իրանց համար։ Չենք ուզում եղբայրել եք գնացեք։ Ձեր համար ձեր հայրենիքը փողն է։ Հետաքրքիր բան քիչ առաջ տարածեց Իրանի նոր գերագույն առաջնորդ Խամենեի օրոք ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցը դժվար թե դիտարկվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նախ եւ առաջ դեռ շատ վաղ է նրա կողմից որևէ մեկնաբանություն անելու համար, մենք բոլորս սպասում ենք նրա ելույթներին եւ մեկնաբանությունների, որոնք կհաջորդեն ավելի ուրիշ, բայց ես չեմ կարծում, որ ամերիկացիների հետ խոսելու կամ բանակցելու հարցը կրկին կլինի սեղանին, քանի որ մենք ամերիկացիների հետ խոսելու շատ դառը փորձ ունենք, այո, թերևս դուք այստեղ ճիշտ եք, որ դրա համար է Պուտինի հետ, չգիտեմ, փորձել են խոսել, այո։ Ասեմ ձեզ, գիտեք ինչ է, Իրանը կոնկրետ, եթե բանակցել կամ այս հրադադար, ոչ թե հրադադար, այլ կռիվը վերջացնել, գիտեք ինչ է ասելու։ Իրանը կոնկրետ հենց այդ հոգևոր առաջնորդը տալու է փոխհատուցում, ինչքան ավերես տվեին երկրին։ Ամերիկա, Իսրայել, լուրջ եմ ասում, փոխհատուցում, $1 տրիլիոն, այսքան ավեր տվել ես, փոխհատուցումը կտաս։ Այսքան քաղաքներ, այսքան մարդիկ զոհվել են եւ այլն, դրանց ընտանիքներին փոխհատուցումը կտաս։ Այնպես չի որ Իրանը միանգամից ձեռքին հանելով։ Պայմաններ է ինքը դնելու, որտեղ այս կռիվը ինքը հաղթել է։ Եթե հաղթել է, պայմանը ինքն է դնում, դա համար միշտորդ է պետք։ Տրամպը հրաշալի գիտի, որ Իրանը չի համաձայնվելու։ Շատ պայմաններ է դնում։ Գոնե հույս կա, որ այդ պայմանների մի մասը Ռուսաստանի միջնորդությամբ կջրվի, հա, փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են, տարբեր տեսարաններ, այս կամ այն քաղաքները ոչնչացնելու եւ կարևոր օբյեկտները ոչնչացնելու կադրերը շարունակում են հրապարակվել եւ այսպիսի ինֆորմացիա, որ Թրամփին CNN-ն է փոխանցել Թրամփի փորձերը Հնդկաստանին ստիպելու հրաժարվել ռուսական նավթից, գիտեք որ պայմանավորվածություն ունեն, ձախողվել է։ Եվ հետ կանգնի ասի չուզում ռուսական նավթը։ Ուզում եմ ռուսական նավթ։ Գազ եմ ուզում, նավթ եմ ուզում։ Հիմա Եվրոպայի առանցին երկրներ, ոչ Եվրամիության ներկայացուցիչները, Եվրամիության վերպետական կառույցների ղեկավարները, կայակալած եւ այլն։ Եվրոպական երկրների ղեկավարները անդիմադիր դաշտի իհարկե շատ բնական է։ Ուսումա վերականգնենք ռուսների հետ։ Բայց երկրի տնտեսությունը տրակավ։ Ամերիկյան մամուլը շարունակում է գրել, Վաշինգտոնը սխալ է գնահատել Թեհրանի դիմադրողականության վճռականությունը, Սպիտակ տունը հույս ուներ, որ Իսլամական Հանրապետության ղեկավարության հարվածը կհանգեցնի իրանական ռեժիմի փլուզմանը կամ Վենեսուելայի սցենարի կրկնությունը, որտեղ ավելի պրագմատիկ պաշտոնյաները որոշեցին համագործակցել Վաշինգտոնի հետ, դա չիրականացավ եւ չիրագործվեց։ Շատ լավ, մեր իշխանության պահվածքը այս օրերին ինչ են ուզում հանրությանը փոխանցել, երբ որ այդ մի հատ ինչ-որ ոնց որ խեղկատակներ ինչ-որ բան մի հատ խումբ է, ավտոբուսով շրջագայություններ, ինչ են փորձում տարածել, հասցնել մեր հանրությանը։ Իրանի ղեկավարությունը, ես հասկացա, Իրանի ղեկավարությունը իշաչար չի, բայց հիշողության կորստով չի տարածում։ Երբ որ իրենք ողբում են 40 օրյա սուկ հայտարարեցին իրենց առաջնորդի եւ նույն օրը այդ 100-ից ավել դեռ ժամանակ པարզ չէր, վերջում 176 այդ երեխաների զոհվել հետ կապված, մեր հարբեցող ծաղրացուն ինչ էր անում։ Շրջում էր ավտոբուսով։ Հետո գնաց Վրաստան ինչ էր անում։ Թմբուկ էր խփում։ Ոչ միայն Վրաստանում, Իրանը քիշեցնի։ Չէ, այդպես է, այսինքն եկեք իշտենք կենցաղային հարցում, որը մեծ հաշվով միշտ պետականում էլ մոտեցումներ առումով նույնն է։ Հարևանդ քո։ Վատա լավա սուկա կորուստ ունի, ողբ ունի։
Պարոն Հապետյան, Արցախը սովի մեջ, սովի մատնված են, զուգընկերեր, ինչ աղբեր, չգիտեմ, ինչեր բանը, սեղաններ էր գծում ու ինչեր անում, մոռացել եք ինչեր կատար։ Այսինքն այդ մարդիկ կարեկցանք ու սրտակցություն բան չունեն սեփական ժողովրդի հետ։ Անժելա, այդ քայլին, մի վարքան, այդ քայլին պատասխան տվողը մեր ժողովուրդն էր, համարժեք չեղավ պատասխանը Արցախի հետ կապված, բայց այդտեղ Իրանն է։ Երբ որ Իրանը մեր հարևանը, մեր լավագույն հարևանը, մեր համար ստրատեգիական նշանակություն ունեցող երկիր, սուքա 40 օրյա պետական մակարդակով սուքա։ Դու գնում ես հարևան Վրաստան թմբուկ ես խփում կամ ավտոբուսներով տաշտուշ ես անում։ Սա գիտեք ինչ է, եթե ուզում ես ծաղրես հարևանիդ իր սքի ժամանակ դոր զուրնա խփի։ Այսինքն եւ ծաղրում է իրենց եւ մեծ հաշվով։ Մեծ հաշվով ինքը Հայաստանը ներկայացնում։ Այնպես չի որ մենք այդ նավի մեջ չենք։ Այդ նավի անունը Հայաստանն է։ Չէ, բայց ինչ ամբարտավանություն, որ այդ ամեն ինչը ինքը կարող է մարսել։ Եվ մեր ժողովրդի, չէ, ես հիմա ավելի շատ մեր մասին եմ խոսում։ Հիմա դուք ասում եք Իսրայելը պատասխանը Իրանը այդ ամեն ինչը իհարկե հետևություն է անելու, ինչի մասին է խոսքը։ Պարզ չի, որ հետևություն պիտի քարերը հավաքելու ժամանակը գալի է, բայց մեզ էլ այդ բան վերաբերվում որ տեսեք, հա։ Ես ինձ ամեն ինչ կարող եմ թույլ տալ։ Ասենք մեր ասելով նկատի ունեմ, օրինակ, եթե ընդդիմադիր դաշտ, հասարակական լայն շերտեր, մեր ժողովուրդը այդ իր այս պահվածքը Իրանում 40-օրյա սուքի ֆոնի վրա լրջագույն ընդվզում աներ, ասի ոնց մեր հարևանի տունը, մեր բարեկամի տունը սուքա, իսկ դու քեֆ ուրախություն ես անում։ Դա մենք չենք հանդուրժում եւ կեցված դրսևորել, դա չկա։ Միակ բանը, որ արվեց, այո, հարյուրավոր հազարավոր մարդիկ իրենց ցավակցությունները Երևանում Իրանի դեսպանատարմոտ։ Չէ, մեր սրբազանների կողմից եղավ Գագիկ Ծառուկյանը գնաց, Վեհափար Հայրապետի, այո, այնտեղ եղան։ Ես նկատի ունեմ հայ-հեղափոխական դաշնակցությունից, հա։ Այդ սքին համարժեք մեր ժողովուրդը կեցված չարեց։ Այո, որ չեղավ, ցավոք սրտի չեղավ։ Չէ, կոնկրետ դպրոցը հրթիռակոծվի, ինչի մասին է խոսքը, 170 երեխա, դուք պատկերացրեք, ես նորից եմ ասում, եթե հավաքական արևմուտքից մի հատ երկրի ինչ որ մի երեխայի մազը թեքվեր, հիմա ինչ էին արել։ Ուզում ասեմ այդպես։ Սա էլ այսպես կոչված իշխանությունները։ Իսկ վստահաբար, երբ այս բախումը ավարտվի, այդ Տրամպի ուղի եւ այլն, Իրանը միանշանակ այդ ուղու վրա նախ ամերիկացիք չեն լնելու, մաքրվելու են տեղից։ Եթե ինչ որ ձովել տնտեսական առումով մնացին, Իրանը ասելու է, ես էլ եմ ստեղ լինելու, իմ մասնագետներն են ստուգելու, իմ արհեստական բանականությունն էլ ստուգելու, նույնը ռուսներն են ասելու, նենց չի որ միայն Ամերիկային ալնելու, թեման փակվում է, մեծ հաշվով, ասենք ստեղ էլ բան չունի։ Այդ Տրամպի ուղու ճանապարհի իմաստը ո՞րն էր։ Այսօրվա կռվի համար, օրինակ, նախապատրաստել հետախուզական տվյալների, ուրեմն հավաքում, կարող է հարվածների կոորդինացում, պատական էր մոտ իշքան 15-16 օր առաջ այս հարվածից Փետրվարի 28-ին, չէ, հարվածը եղավ, իսկ բանը Վենսը երբ եկավ ստեղ, Փետրվարի 12-13-ն էր, չէ, այսինքն 16 օր առաջ Վենսը գալիս է ստեղ համապատասխան հանձնարարականներ է տալիս, Նիկոլն էլ ընդունում է, որ այդ գործերը պետք է արվի, այսինքն Իրանի դեմ գործողությունները որ սկսի, Հայաստանը պետք է օգնի Ամերիկային։ Վստահաբար Հայաստանը ինստենցել այդ կեցվածն դրսևորել է, այդ հետախուզական բաները, սարքերով, որոնք ավիակիների վրայից են անօթաչու թռչող սարքերը բերել եւ այլն եւ այլն։ Ուզում ասեմ, գալու է քայլ հավաքելու ժամանակ, այնպես չի որ ասենք հիմա ամեն մեկը ոգևորված ինչ որ բաներ ասելու։ Բոլորն էլ հիշելու են տեսնելու։ Օրինակելի բանը, չէ, հիմա ասենց պատտվում է արտգործնախարարին, երբ որ ժուրնալիստը լրագրողը հարցնում է, ասում է դուք վախենում եք, որ հիմա ամերիկացի կարող են մտնել, հա, ցամաքային բան, ասում է ոչ, մենք իրենց բան, ինչպիսի բան, էլի հանդարտությամբ, ինչ արժանապատվությամբ արտգործնախարարն ասում է ոչ, մենք իրենց սպասում ենք։ Եվ սա օրինակ է, դա ուժի ցուցադրություն է, առանց երբ որ իշխանությունը, այո, եթե դու ունենում ես այդպիսի ղեկավարություն, այդպիսի իշխանություն, եւ ոչ թե եւ այս ամեն ինչի ֆոնին այս ծաղրացումների։ Գիտեք, շիա աշխարհը ինչով է, մահմեդական աշխարհում ինչով է կարևոր շիա մահմեդականությունը կոնկրետ Իրանի։ Ես այսպես խորել եմ որոշ ժամանակ։ Նայեք, սունի աշխարհը, օրինակ արաբական երկրները, սունի մահմեդական երկրներ են։ Դրանց ղեկավարները նյութական ճոխությունների, զեղությունների մեջ են, համաձայն եք։ Բոլորը անխտիր։ Շեյխերը։ Փարքի, օրինակ Էրդողանը այդ զեղությունները չունի, բայց նա էլ փառասիրություն ունի, չէ։
Դեռ հայտնի չի չունի, հիմա այնքան որքանով ցույց են տա, այնքան որքանով ցույց են տա, չէ ինքը որ այդ վայելի է ցույց տա ճոխություն ունի, բայց փառասիրություն ունի, չէ։ Հիմա նայեք, այդ Սուննի մահմեդական աշխարհն է։ Սաուդյան Արաբիայի շեխերը, Էմիրությունների, Կաթարի, ճիշտ եք։ Հիմա նայեք Իրանի հոգևոր առաջնորդների ասկետիկ իրանց կյանքը, իրանց պահվածքը եւ մի երկու օր առաջ տարածվեց լուր, ըստ որի Ալևս նահատակ նախկին հոգևոր առաջնորդը Ալի Խամենեին ինչ էր ասել։ Ասել է իմ մարմինը, իմ կյանքը, անգամ Իրանը առ ոչինչ չի, կարևորը իսլամն է։ Դուք պատկերացնում եք այս մարդիկ, այս երկայն կյանքը իր գայթակղություններով եւ այլն, իրանց վրա որևէ ազդեցություն չունի։ Իսլամը դից ալու։ Մեկ այլ հայտարարություն Ալիևը հայտարարել է Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության փոփոխության մասին։ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի անվանումները հանվել է Նախիջևանի սահմանադրությունից եւ խմբագրության մեջ նշվել է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը հանդիսանում է Ադրբեջանի հանրապետության անբաժանելի մաս։ Ինքը այդ պայմանագրերը ինքը իրանք չունի չեղարկել, որտեղ Նախիջևանի կարգավիճակը փոխելու համար երկու պետություն կա երաշխավորող Ռուսաստան, Թուրքիա։ Այն ժամանակ, նույն խորհրդային միությունն էր, հա, որի իրավաճորտը Ռուսաստանն է, այնպես չի իր հայտարարելով չի էլի։ Հիմա թողանեն ալեն, պահա գալու է միջազգային պայմանագիրը, եթե Ռուսաստան պետք ալնում դմում է, ասում է խախտում է սարը, հետ քայլես անում, հետ քայլես։ Այսօրվա իշխանությունը, պարոն Աբեդյան, այսպիսի անհոգ տեսարաններ, բաներ ծաղրացու ես ավտոբուսի շրջագայությունը, որ մի հատ մեծ անհոգություն է փորձում ցույց տալ, հա, տարածել։ Ես կարծում եմ, այդ իրենց հաջողում է իրենց, թե չի հաջողում, եւ այս մեր հանրության, տեսեք, դուք ասեցիք, որ նաեւ մեր հանրությունը պիտի, չէ, ընդվզման ձևով ասեմ, ինչ կերպ ասեմ, կամ ընդդիմությունը պիտի ցույց տալ, դա տեղի չունեցավ։ Եվ եթե հետևում ենք, տեսնում ենք, այսի մեծ անտարբերություն կա այս ամեն ինչի նկատմամբ։ Հա, կամ սրանց էլի մի հատ նայեք, ձայնը։ Հա, ու ինչքան հնարավոր է ռաբիս բան երաժշտության տակը, ահա։ Բանին էլ են իմիջալոց, չնայած դու երևի ծաղրացու ես, Սասուն Միքայելյան, տեսակ ինչ է ասում ես ծաղրացուն, ասում է բոլորդ եք ծաղրացու, բոլորդ եք ավտոբուսի ապրանք, բառից բուն իմաստով, Սասուն Միքայելյան կլինես, չգիտեմ ով կլես, սենց կգաք ես ծրացրել ես ծաղրացուներին, բոլորդ եք իմ նման։ Ուրեմն եկեք այսպես ասենք, այդ իր այդ ուրախ Սասուն Միքայելյանի ամբողջ կյանքի իմաստը ինչ որ մի երկու բենզալցակայան ունենալն է, ինչ որ հողեր ծախելը, հա? Ծաղկաձորում բանում, չգիտեմ, տղան ինչ որ պաշտոնի դառնար, բա դուք Մավել Գրիգորյանի դեմ եք։ Ինձ մոտ է տպավորություն է, որ Արամ Սարգսյանը Զավենի ինչ որ sense խորքային աբիժնիկության բան է ունեցել հարազատ եղբոր նկատմամբ։ Եվ դրա համար sense այդ աբիժնիկությունից ինքնամոռաց ընկել է թուրքերի գիրկը։ Ինքնամոռաց, ասում է սահմանը բացվելու է, տեսեք ինչ է եղել։ Ես կարծում եմ, այս մարդն էլ, մարդա թե ինչ է, չգիտեմ։ Իմիջիայից այդ մարդի հետ կապված հիմա մի հատ բան կպատմեմ։ Այս անձն էլ Սասուն Միքայելյանն էլ խորքային աբիժնիկություն է ունեցել այն իրական մեր գեներալների հերոսների նկատմամբ։ Եվ հիմա դրանց հարցերը իրան թվում է, որ Նիկոլը լուծել, ասած ինքնամոռաց, իրան թվում է, թե Նիկոլի գիրկն է մենակ ընկել։ Այդ մի երկու բենզալացակայանի, գազալացակայանի համար, չգիտեմ։ Ինքն էլ sense ինքնամոռաց Արցախը ծախելուց, կործանելուց հետո ընկել այս ծաղրացու այս բոմժանոցի գիրկը։ Եկեք այսպես, հա, ուրեմն այն ինչի մասին դուք ասում եք, որ Նիկոլա Քեև ուրախություն ավտոբուս եւ այլն, ես ասեմ ինչ։ Ծաղրացություն եմ ասում, հիմա ասեմ ինչա, դա ներքին այլ հոգեվիճակի մասն է խոսում։ Գիտեք որն է այդ հոգեվիճակը։ Վախ։ Ունեք մարդ երբ որ հաճախ վախեցած է լինում, ինքը այդ վախը ճիշտ է։ Հիստերիկ, ծիծաղ բան, բայց դա ինձ անբնական բան, այլ այսինքն այս վիճակում ինքը չէ, դա ծիծաղում, լավ ծիծաղել կա, բայց ոնց որ հիստերիկություն կա, իսկ քիչ հիստերիկություն։ Ներքին վախերի մասն է։ Ինքը վստահաբար եւ իրական վիճակը հրաշալի գիտի եւ մասնագետներն են ասել, եւ մտածում է, իսկ եթե հանգած չստացվեց, կեղծեցի, ժողովրդի չափ փողոց, ինչ եմ անելու։ Ինքը իր առաջին ապահովագրական քայլը արել է, իր զուգընկերոջը, ես կարծում նաեւ շուտով նա երեխան ուղարկել է եղած չեղածին տեղանելու տեղավորելու։ Հա, եւ ինքն էլ ճողոպրելու ճամփայի վրա, այդքան բան։ Ինքը գիտի այս ներքին վախերով։ Ինքը այդ վախերը գիտի, ժողովուրդ ինչ որ բան ազգում, հիմա մնում է մեր քնած ընդդիմության արտնասնենք։ Այդ արտնասնողը դուք եք։
քնած ընդդիմության դուք եք արտասնում։ Հա, ես ընդհանրապես ասում եմ, Ես որ ուսահատված եմ։ Ես ասում եմ, որ իրավիճակը ցանկացած ճիշտ քայլ անելու համար իրավիճակը համարժեք պիտի գնահատվի։ Իսկ իրավիճակը բավական ծանր է։ Ոնց ասեմ։ Ես գտնում եմ, որ հունիսի 7, եթե գործը հասնի տեղ, ես նույնիսկ ենթադրում եմ, որ կարող է ընտրություններ չլինի։ Արտակարգ դրություն, ռազմական դրություն, որտեղ ինքը լավ գիտի, այդ ընտրություններում արդեն մի կարևոր բան, որ չպետք է հոգնել, անընդհատ կրկնել։ Այնտեղ, որտեղ որ կա դիմադրություն, այս վախկոտ ողորմելին հետ է քաշվում։ Օրինակ, ինչ է։ Ցանկացած վախկոտին, Եկեղեցին։ ցանկացած վախկոտին, որ դիմադրություն է ցույց տալիս, Այո, գիտեք ոնց որ մարդը, որը շատ վախկոտ է, ասես դիմացինին ժանիքա ցույց տալիս իշխանություն, բայց առաջին հարվածը որ ուտում է միանգամից Հիմա ինքը սկսել է քարոզարշավ գնացել է, մեր ընդդիմությունը առայժմ չգիտեմ ինչ է, ինչի մեջ է։ Չգիտեմ, այդ ընդդիմության բաղով Այդ արդեն իրենց, հա, այդ հարցերը։ Հա, այդ արդեն է սկացում։ Շուտով։ Քիչ անց մենք ուղիղ եթերում կլինենք Երվանդ Ոսոյանի հետ, մնացեք մեզ հետ, շնորհակալություն, պարոն Նահապետյան։ Ինչ վերաբերում է, չգիտեմ, եթե չեք անջատել, մարդ բառը, որ ասեցի մի բան դեռ եթերում ենք, մենք շատ հետաքրքիր էր, ուրեմն օդանավակայանում էի պիտի անցնեի, ասեցի ինչ որ մեկ եկավ ակտիվ այդ աշխատակիցներից մեկը խոսում էր, ասի կարող է ԿՊԱ-ական եք, այս ԿՊ-ի կողմից, չգիտեմ ինչու sense ակամայից ինչ որ կասկած ասեց, իա, կարող է գիտեք մենք մարդ չենք, ասում եմ այսինքն ոնց եք պատկերացնում Պատկերացիք ինչ ասում։ ԿՊ-ին պաշտպանենք, ասենք ոնց կա մարդը ԿՊ պաշտպանի։ Կամ ԿՊԱ-ական լինի։ Այսինքն մարդ չեն։ Մոտավորապես, հա,